Մենք ձեզ բարբերաբար տեսնում ենք Սրբազան պայքարի գործով այս դատավարությանը, նաև տեսել ենք Միքայել Աջապահյանի գործով այդ դատավարությանը, հիմա այսօր մայրաթոռում եք, Փաշինյանը հայտարարել է, որ այսօր հովանավանքից հետո նաև աղոթելու է Էջմիածնում, ինչ սպասելիքներ ունեք, ինչ այսօր կատարվելու այստեղ։ Ես դրա ասածները вообще չեմ ուզում մեկնաբանեմ, բայց ինչքանով որ ես հասկացել եմ, ոչ թե ասել անպայման գալու եմ, ինչ որ պայմանի դեպքում երևի որ իրա նմաններ այնտեղ շատ լինեն կգան, բայց ես կարծում եմ, որ չի գա, որովհետև եթե քաղաքացիներով գա մայրաթոռի վրա, դա համարվում է ներխուժում ու այստեղ եղող քաղաքացիները ավելի մեծ մոտիվացիա ունեն իրանց հակահարված տալու ու դա կլինի իրոք կարյունահեղություն։ Իսկ եթե ինքը գա, շատ պիտի քրեական գործով ինչ-որ որոշում վերցնի, գա ձերբակալելու, միակ տարբերակը մայրաթոռ մտնելու իր մոտ է դա։ Ինքը շատ լավ հասկանում է։ Նենց որ չեմ կարծում, որ կգա։ Համենայն դեպս ես շատ մեծ հաճույքով սպասում եմ իրան։ Ասում է, որ չի հրաժարվել հոգևոր մեծ հավաքի գաղափարից, որը պետք է կազմակերպեր Էջմիածնի հրապարակում եւ ազատագրեր Վեհարանը։ Վեհարանը ազատագրված չի, եթե ինքը տենց ազատագրման մոլուցքով տառապում է, մենք լիքը հողեր ունենք, որ թշնամին բռնազավթել է, թող գնա դրանք ազատագրի։ Այսինքն պրոբլեմ ստեղծել այնտեղ, որտեղ չկա, իրական պրոբլեմները թողելով, այտենց հարց չեն լուծում։ Այսինքն այսօր ամբողջ աշխարհը գտնվում է աշխարհի բաժանման մեջ, պատերազմների շուրջ բոլոր, ինքը դրել է կաթողիկոսի հարցերն է լուծում, օհանավանքում գնում է ինչ-որ պատարագի, կեղծ պատարագի է մասնակցում, որը չգիտես ինչի մասին է։ Կամ իր այդ ամեն ինչի մասին է, ոնց որ կարևոր բաները թողած մարդկանց համար ուրիշ շոուներ է կազմակերպում, որ շտեղի այդ ուղղությամբ իբր լուրջ հարցերով է զբաղված։ Ինչից է ազատագրում։ Այսօր մի հատ ազատագրման տեղ որ կա, դա մեր իշխանությունն է, որը բռնազավթված է թշնամու կողմից, որովհետև իրանք թշնամու շահերն են պաշտպանում, իրանց շահերն են ներկայացնում, եթե պետք է ազատագրվի, լավ կնի իրանք իրանցից մեզ ազատագրեն, թողնեն գնան, մենք էլ հանգիստ ապրենք։ Ոչ թե ամբողջ բոլորիս կյանքը սարքել են դժոխք։ Ամեն առավոտ արթնանում ես մի բան կա, ու այդ ամեն ինչի կենտրոնում ինքն է։ Ինքը իր ընտանիքը, իր շրջապատը թուրքերի հետ միասին, այդ անսամբլ է գործում։ Ստեփան Ասատրյանը նաև փոխել էր եկեղեցու կողպեքի բանալին, արդեն տեղում աշխատող քահանաները չէին կարողանում մտնել եկեղեցի, այս ամենին ինչ որակում։ Ես որակում կտամ, որ Ստեփան Ասատրյանի ամեն քայլը մեկ անգամ եւս հաստատում է, որ իրեն կարգալույծ անելը շատ ճիշտ որոշում ա եղել ու արդար որոշում ա եղել։ Ինքը իր քայլերով է տանում, որովհետև եկեղեցու բանալի փոխելով ոչ եկեղեցին դառնում է ուրիշին, այսօր ես սեփական տուն ունեմ, եթե ինչ-որ մեկը գա իմ տան բանալիները վերցնի փոխի, դա դառնում է իրանը, հոտել չի, բանալիով փոխելով հարց չի լուծվում։ Լավ, ասենք մի քանի անգամ էլ այնտեղ պղծություն արեցիք, հետո վաղ թե ուշ դա պրծնելու է։ Իր այդ աջակից կոչվածներին, որ այսենց պետական վարչական ռեսուրսով զորով երկրորդ շաբաթն է տալու, քանի շաբաթ է տանելու այնտեղ պատարագի, կամ այնտեղի գնացածներից ընդհանրապես պատարագի հետ կապ ունի, կամ գնում է այնտեղ այդ շոուին մասնակցելու։ Բոլորի համար դա ժամանակավոր բան է, կխաղանք, ուրախանան մի երկու շաբաթ, հետո կմնա ու ինքը դատար կտեղ մնալու է, ինքն է թողնելու գնա։ Նենց որ բանալի փոխելով հարց չի լուծվում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։